Նա քայլում էր ուշադիր զննելով շուրջը։ Չէր հավատում, որ միայնակ է մնացել ամբողջ աշխարհում։ Եզերքի ողջ ծանրությունը նրա ուսերին էր այդ պահին։ Եվ միայն մի բան էր երազում։ Մեկ անգամ էլ տեսներ նրան։ Աննորմալ ես վախեցա։ Դե լավ, հա, հանգստացի կատակ եմ անում։ Տենց բան են անում, սիրտս կանգնեց։ Բաց թող։ Չես հավատա ինչքան ուրախ եմ, որ քեզ ողջ առողջ գտել եմ։ Մենակ ես, բա Կարենը Լիլիթը։ Չէ, հələ որ մենակ քեզ եմ տեսել։ Արի հետս։ Մի վայրկյան ուր։ Բաց թող։ Ման, պատկերացրու, որ ես ու դու ենք մնացել այս անտառում, մենակ ես ու դու։ Ինչ կանեիր։ Փառք Աստծո, այս անտառում ես ու դու չենք։ Հա, ասում պատկերացրա դրա համար։ Պատկերացրու ես ու դու ենք։ Ինչ կանեիր։ Ես քեզ ասել էի, չէ՞, ասել էի։ Լավ, ինչ մի հանգստացի վայ։ Համարի, որ մենք երկրորդ անգամ ենք ծնվել ու երկրորդ անգամ շանս ունենք նորից ապրելու։ Եթե դու ես ամեն ինչը չդադարեցնես, ես երդվում եմ։ Կարենին էլ, Լիլիթին էլ ամեն ինչ կպատմեմ։ Չես պատմի։ Չեմ պատմի, կպատմեմ։ Ամեն ինչ էլ կպատմեմ ու կպատմեմ նենց ոնց որ ինձ է ձեռք տալիս։ Կասեմ, որ դու ինձ հետևում ես, որ զզվացնում ես, որ ամեն ինչ զոռով ա եղել։ Ու հիմա էլ դու ինձ շանտաժ ես անում։ Ես կանեմ նենց, որ հետդ ոչ մեկ չի շփվի։ Կարենը քեզ կսպանի, Լիլիթը քեզ կատի։ Հավատա, ես էդ կանեմ։ Ես էլ ճշմարտությունը կպատմեմ։ Կասեմ, որ այդ ամեն ինչը քո կամքով ա եղել ու դու ուզել ես, հոզորով չեմ արել։ Ինձ էլ լավ գիտեն, քեզ էլ։ Ինձ թվում է դժվար չի պատկերացնել, թե ում կհավատան։ Ինձ դա հարցն այնա, որ քեզ չեն ճանաչում, է։ Էդո, կանեմ նենց, որ կյանքը դժոխք կդառնա։ Ու էլ չես ուզի ես անտառից դուրս գաս։ Բա որ ես նենց անեմ, որ ես անտառից դուրս չգաս։ Կարող եմ նենց անեմ, վաբշե չկարողանաս խոսաս։ Ու ոնց կբացատրես հետո։ Ես ասում եի, չէ։ Ես գիտեի, որ դու ես վերցրել այդ դիկտաֆոնը։ Ես դիկտաֆոնի հետ կապ չունեմ, չգիտեմ ոնց է մոտս հայտնվել։ Երևի ինքն իրան եկել ընկելա գրպանը, չէ։ Հա, կամ էլ ինչ-որ մեկը ուզում է գլխից սարքի, որ բոլորը ին վրա կասկածեն։ Խոսա, դու ես չէ արել Լիլիթ։ Այստեղ ոչ մեկս հիմար չենք։ Հերիքա ձեր արասները ուրիշների վրա բարթեք։ Ինչի համար ես վերցրել հետո, հն? Ու այն էլ գաղտնի։ Արա ձայնդ կտրի։ Ես որ ամեն ինչ չեմ խոսում։ Հələ մի րոպե։ Էդ ինչ պիտի ասես։ Էդ ինչեր եք ամեն մեկը ձեր մեջ թաքցնում։ Ասեք մենք էլ իմանանք։ Ոչ մի բան։ Ուղղակի անիմաստ խոսում է։ Հետո կբացատրես։ Արդեն ասացի, ես այդ դիկտաֆոնի հետ կապ չունեմ։ Ձեզնից մեկի ձեռի գործն է, ուզում է գլխից սարքի։ Դուք էլ ձեր մեջ գցեք բռնեք։ Օրինակ ով։ Օրինակ դու։ Այստեղ ստոպ։ Հա, ես կարող եմ այսքան ժամանակ լուռեմ, բայց եթե պետք է շարունակես ստել այդ ուրիշների վրա բարթես, ավելի լավ է թող բոլորն էլ ճիշտ է իմանան։ Ինչ ճիշտ արա, հա? Ինչ ճիշտ արա, ինչ ես խոսում։ Մեն որ ես իմ աչքերով եմ տեսել, թե դու ոնց ես վերցնում այդ դիկտաֆոնը։ Ինչ ես խոսում արա, հա? Ինչեր ես փչում արա։ Թող հետո։ Ինչի համար այս ագրեսիա Տեդո։ Եթե դու կապ չունես, լավ էլ կապ ունի։ Դրա համար էլ իրան սենց հապա։ Արա դուք սաղդ եք դեպիլ, ես չեմ հասկանում։ Չեք մտածում, որ Վիկայի անունը տալիս եմ, սկսում եմ մի բան օրինել։ Ճիշտ է ասում Արամ։ Արա սրան պետք է հավատաս։ Ձենդ, խոսա Արամ։ Ես գիշերը պատահական արթնացա։ Ու տես այդ դույն։
Ինքը չնկատեց, որ ես արթուն եմ։ Ես քո բավացքը մենակ մի բանի մասին է խոսում։ Թող։ Արա թող են որ ինչ ուզում են օրին են։ Սարքեն գլխիս արա։ Ինչ ես խոսում են արա։ Թող, հետո։ Ես խափելու բան չունեմ։ Ես իմ աչքերով եմ տեսել, թե դու ոնց ես մոտենում այդ քարերին ու վերցնում այդ դիկտաֆոնը ու պահում։ Դու ավելի լավ հիմա ճիշտ ասես։ Թե չգնալը բոլորս էլ համոզվում եք, որ ես դու ես այդ։ Գոնե մի բան դու ասա։ Ես ոչ մի բան չունեմ ասել։ Սարսափելի է, բայց պարզ է։ Վերջը մնացիր քո ասացին։ Ուրիշ տարբերակ չունեմ։ Ես չեմ կարող նստեմ սպասել։ Լավ ես մտածել։ Կարող է թողնենք փրկարարները իրանց գործը անեն։ Այն գործը, որ այսօր հետքը չգտնելու դեպքում պետք է դադարեցնեն, տենցա ձևը։ Չգիտեմ ինչ ասեմ։ Դու էլ ես շատ լավ հասկանում, որ ես ճիշտ եմ անում։ Հա։ Ուղղակի քո մասին եմ մտածում։ Շատ բարդ է ամեն ինչ դա։ Ես անցել եմ այդ բարդության կեսը։ Մյուս կեսը կամ կհաղթահարեմ, կամ գոնե կիմանամ, որ ամեն ինչ արել եմ տղայիս փրկության համար։ Տղուտ բախտը հոր արցում բերել է։ Չէ, ինքը հաստատ տենց չէր մտածում։ Դե լավ է։ Ում տանը կռիվ անախորժություն չի լինում։ Բայց դու այդքան մի մտածի, որովհետև քո այս լարված վիճակը կրկնապատկվում է այն մտքից, որ քեզ թվում է, որ Էդոն դեռ նեղացած է քեզնից։ Չէ, ինքը նեղացած է։ Ես ուզում եմ խոսել հետը։ Ուզում եմ ասել, որ ես ամեն ինչ հասկանում եմ։ Ու սրանից հետո ամեն ինչ ուրիշ ձև է լինելու։ Ես ուզում եմ գրկեմ իմ տղուն։ Դա Աստված այդ բոլոր ցանկությունները իրականանա։ Ու մի բան էլ, ես համոզված եմ, որ Էդոն քեզ վաղուց ներել է։ Ուղղակի հիմա էլ ինքը մտածում է, որ երևի դու իրան չես կարողանում ներել։ Հնարավոր է։ Երկուսս էլ սխալ ենք եղել։ Մենք պիտի հասցնենք ուղենք այդ սխալը։ Հայկի հետ խոսեցի։ Ասեց, որ անում են հնարավոր ամեն բան, որ ուղղաթիռը արագ գործի դնեն։ Շատ լավ է, ուղղակի եղանակային պայմանները։ Ինձ ոչ մի բան չի կարա այդ բայ։ Ոչ ցունամի, ոչ երկրաշարժ, ոչինչ։ Դու մի բան իմացի, որ մենակ չես գնալու, ես հետդ գալիս եմ։ Չէ, սուրճ ջան։ Դու ինչքան հնարավոր է օգնել ես ինձ։ Ու երևի ամենաշատը։ Ու ես շատ շնորհակալ եմ քեզ դրա համար։ Վերջացրու լավ։ Իրար հետ սկսել ենք, իրար հետ էլ կվերջացնենք։ Ու դու էլ լավ գիտես, որ ես այս ամեն ինչը շնորհակալության համար չեմ արել։ Գիտեմ, ես իմ մասին չեմ մտածում։
Ես ուղղակի չեմ ուզում, որ քո հետ մի բան պատահի։ Ես ինձ դա չեմ նայ։ Այ ես արդեն իմ կամքն է, ուստեղ ոչինչ չես կարող անել։ Կգնանք դու կսպասես ուղղաթիռին, որ շուտ ճանապարհ ընկնեք, ես էլ կմտնեմ անտառ կամաց կառաջանամ։ Ինչ ես դժվար ճանապարհ ընտրում։ Քո համար է դժվար։ Անտառը ես 5 մատի պես գիտեմ։ Էդ ի՞նչ է։ Հա։ Էդ ի՞նչ է կողքդ խփած։ Քեզ ինչ։ Էս ինչի է քո մոտ։ Բարս չի։ Ուղղակի պայել էի։ Ինչի համար է դու։ Ինչ եղել էր, ինչ ես սպանել։ Ես չեմ արել կար։ Ես այդ բանը չեմ արել։ Բա ով արել, հա։ Դանակն էլ պահել ես, հա, որ ոչ մեկից ձեռքը չընկնի։ Դե հա։ Որ փրկվելուց հետո հանկարծ ոստիկանություն չտանք, որ սպանության գործիքը չգտնվի։ Դու կապուշ եք։ Որ պահելու լինեի, ընդեղ միտեղ կկորցնեի, էլի։ Ամենաապահովը քո մոտ է։ Դու գիտեիր, որ հետ ենք գնալու։ Դու գիտեիր, որ ես գնալու եմ Մանոյի մարմնի հետևից ու գտնելու եմ ես։ Փաստորեն դուք ձեզ սենց եք համոզում, հա։ Այնքան կուզենամ իմանամ ձեզնից ով է արել։ Իսկ դու մաստեղից բոլորն էլ այդ հարցի պատասխանը արդեն ունեն։ Ալո, Հալիդա ջան։ Մանե ջան, ոնց ես։ Ոնց պիտի լինեմ։ Կներես Անուշի հետ չստացվեց գալս։ Ոչինչ, Լիդա ջան, ամեն ինչ նորմալ է, մի մտածի։ Այսօր լավ լուրով եմ քեզ զանգել։ Ինչ ա եղել։ Դավիթը Դիլիջանում է։ Հա ինչ անենք։ Դավիթը պարբերաբար գնում է Դիլիջան։ Ահա, դե ամեն դեպքում առաջընթաց կա։ Հայկը Վիկայի հայրը ուղղաթիռ է վարձել ու դրանով հիմա փնտրելու են երեխեքին։ Ոնց։ Լուրջ ես ասում, Լիդա։ Դե հա, իհարկե, բա փրկարարները ասում էին, որ մառախուղի պատճառով իմաստ չկա փնտրելու, բայց Դավիթը ասեց, որ մեծանում են շանսերը հիմա։ Վայ, փառքած շատ։ Չէի հավատում, որ մի օր այս բառերը կլսեմ։ Արդեն հույսս լրիվ կորցրել էի, Լիդա։ Մանե, հույս միշտ պիտի լինի։ Մենք եթե այսքան ժամանակ հույսով չապրեինք, մենք հիմա կգժվեինք։
Մամ։ Ասա Իլոնա։ Ինչի դուրը փակեցիր։ Հիմա տանից դուրս եմ գալիս։ Այդ նշանակում է, որ պետքա դուրը փակես։ Իլոնա, հետս մի վիճի, հիմա տենց ա պետք։ Ինչ անում եմ, քո համար եմ անում։ Մամա, ես կենթանի չեմ, որ փակել ես վանդակի մեջ ու չես թողնում տնից դուրս գամ։ Բացի ես դուրը։ Իլոնա, չես հասկացել, որ այդ կապրիզները մենակ քեզ են վնաս տալու։ Մամա, ասում եմ, բաց ես դուրը։ Իլոնա, դու կմնաս այդտեղ այնքան ժամանակ, մինչև որ ես տուն կգամ, հասկացար։ Չէ, չհասկացա։ Բաց ես դուրը, թե չկջատեն։ Լսի քեզ ինչ եմ ասում, եթե մի հատ էլ սխալ քայլ արեցիր, հավերժ կմոռանաս այս տան ճանապարհը։ Ինչպես չի ես տունը։ Այս դարապես տուն չի։ Այս բատախոց է։ Վերջ Իլոնա, ներվեր չունեմ հետդ վիճելու։ Հազիվ տրամադրությունս բարձրացել էր։ Կնստես այդտեղ խելոք միջև գամ։ Ես կգժվեմ։ Չեմ կարող ասած։ Վարդան վեր կաց։ Վեր կաց, Վարդան։ Ավելի սոնադելովլի թողնիկ չքն է։ Վեր կաց, թե չէ ջուր եմ լցնելու գլխիդ։ Դու ուզես։ Սոնա ինչ ես անում։ Գժվել ես դու։ Մի ժամանակ ես ձայն եմ տալիս։ Հայ ինչ մի հատ տենց վրազ բան կար, որ եկար ջուրը լցրեցիր վրա ես։ Ան, ուղղակի ամբողջ օրը բազմոցին պարկած ես։ Ինչ է քեզ նեղություն ա տալիս։ Վարդան, մենք պայմանավորվել էինք, որ դու ստեղ մնալու ես մի քանի օր ու հետո քեզ մնալու տեղ ճարես։ Հա, բայց չի ստացվում, ինչ անեմ։ Վայ, իսկ դու փորձում ես։ Ամբողջ օրը քնած ես այստեղ։ Այդ տունը քո գլխին օդից չի ընկնելու։ Լավ, մի բան կմտածեմ։ Այսօր կմտածես ու կգնաս։ Հա դե լավ, Սոն, 2 օր։ Չեմ կարող Վարդան։ 2 օր։ Ու կգնամ։ Լավ, ինչ ես մտածում, ինչ կա տեղ մտածելու։ Դու գիտես չէ, որ ես քո լավության տակից հաստատ դուրս կգամ։ Այսօր էլ կմնաս ու վերջ։ Վաղը քեզ մնալու տեղ կճարես։ Իմիջայլոց։ Այսօր փարթի եմ կազմակերպում ու Բենոն ու Արթուրն էլ են գալու։ Կարաս իրանց դիմես, կարող է քեզ մնալու տեղ տան։ Չէ, դա հնարավոր չի։ Ինչի՞։ Որովհետև համ Բենոյին, համ էլ Արթուրին պարտք եմ։ Վարդան, մեկը կա, ում դու պարտք չես։ Անընդհատ ասում եմ, քեզ գործ ճարի, մի բանով զբաղվի, այ դրա համար էի ասում։ Նորմալ աշխատանք կա, ես էլ չեմ աշխատում։ Չկա, նորմալ գործ չկա։ Բան որ աշխատի, մատուցող աշխատի, ոչ մեկ քեզ միանգամից բանկի կառավարչի պաշտոն չի տալու։ Լսի, բայց դու մեկ-մեկ այնքան հեշտ ես խոսում։ Հա, լուրջ, որ կողքից նայողը կմտածի երևի այս աղջիկը սուրբ է։ Քեզ նայողը կմտածի երևի ամբողջ աշխարհի բեռը դրել են քո ուսերին, դու էլ ամբողջ օրը աշխատում ես։ Քեզ ինչ կա, դու սաղորը նստած ես, տնեցիք էլ ինչքան փող որ պետքա ուղարկում են։ Ինչ։ Կներես, այդ երբ վանից ես սկսել փողերս հաշվել, այդ քեզ չի վերաբերում։ Դու ավելի լավ մտածես, թե վաղը ինչ ես անելու։ Իմիջայլոց են մատնաչափիկից ինչ կա։ Նորություն չկա։ Վերջին զանգիցս հետո ոչ մի բան։ Բարզես, ահա պատվերամ։ Մերսի շատ, իմիջայլոց երեկոյան էլ եմ պատվիրելու, չեք ուշացնի, չէ։ Չէ, դուք պատվերը արեք, մենք ժամանակին կբերենք։ Շատ լավ, հաջողություն։ Ստես։ Ինձ ընթված գնացիր առավոտվա կոֆեն դնես։ Չէ, այդ քո համար է առավոտ։ Իսկ իմ համար լանչի ժամը։
Самое сушье. Հիմա ինչ։ Տենց էլ չեք հավատալու ինձ։ Ինչի շարունակելու ես համոզել։ Ես որ իմ աչքի տեսածին եմ հավատում։ Չէ, ես ուղղակի մի բան չեմ հասկանում։ Ինչ ես ուզում մինչև վերջ խափած լնես բոլորիս։ Լիլ։ Նա ինձ։ Ստեղ ամենալավը դու ես ինձ ճանաչում։ Ամենալավը, դու գիտես, որ ես մարդ ես բան չեմ։ Ինձ թվում էր ես քեզ լավ եմ ճանաչում։ Բայց դու ամենաանհավատալին արդեն արել ես։ Էլ ինչու վստահ լինեմ։ Հա, ես սխալ քայլ եմ արել։ Ես վատ եմ վարվել քո հետ, բայց ես զղջում եմ։ Ինչի մասին է խոսքը։ Չէ, դու ինչ-որ բան ես թաքցնում։ Դու գիտես, որ այդ դիկտաֆոնի մեջ շատ կարևոր բան կարա լինի, դրա համար էլ վախենում ես։ Դու պատճառ ունեիր Մանոյի սպանելու։ Ունեիր։ Ես Մանոյին չէի սպանի։ Լսում եք։ Ես Մանոյին չէի սպանի, ինչ էլ որ լիներ։ Որովհետև ինչ։ Ասա ինչ։ Կարևոր չի։ Որովհետև սիրում էիր իրան։ Որովհետև ընկերոջդ մեջքի հետևում խաղում էիր։ Ինչ հա կատարում ստեղ։ Արա ժողովուրդ, դուք ցնդել եք։ Այ մամաս շատ ցավոտ էր ընդունել այդ ճշմարտությունը։ Ես անիմաստ մարդկանց էի կասկածում, բայց չէ։ Թշնամին պարզվում է մեր մեջքի հետևում էր Լիլիթ։ Դու պիտի սատկես արա, դու արժանի չես ապրելու, լսում ես։ Էդո, Կարենը ճիշտ է ասում։ Դու ու Մանոն իրար հետ կապ եք ունեցել։ Հա, ճիշտ է ասում։ Ես ու Մանոն իրար հետ կապ ենք ունեցել։ Երկուսս էլ չհասկացանք այդ ամեն ինչը ոնց եղավ։ Հետո Մանոն ուզում էր գար քեզ ու Լիլիթին ամեն ինչ պատմեր։ Բայց ես չէի թողում։ Դրա համար որոշեցիր տենց լռեցնես Մանոյին։ Արա ու դուք էլ ընկերներ եք։ Արա այս ինչա կատարվում, արա այս ինչ մարդ եք դուք։ Մարդ։ Մարդ չէ, կենդանի։ Չնայած կենդանիներն ավելի հավատարիմ են, քան զզվելի է ուղղակի։ Զզվում եմ քեզանից հետո։ Զզվում եմ։ Հա, ես ստորություն եմ արել։ Ես շատ կեղտոտ քայլ եմ արել ձեր հանդեպ։ Բայց ես Մանոյին չեմ սպանել։ Իրական մեղավորին գտեք։
Ամեն ինչ պարզից էլ պարզ է։ Ու չէիր էլ ուզում մոտ գայիր Մանոյի գերեզմանի։ Գտել էիք դիկտաֆոնը Լիլիթի հետ։ Բայց Լիլիթին արգելել էիր, որ ինձ ասի, հետո էլ Լիլիթից ես գողացել հետ։ Դե հա։ Որովհետև հնարավոր այդ դիկտաֆոնի մեջ նենց բան ձայնագրած լինի Մանոն, որ մի անգամից հասկանանք ով է սպանողը։ Ոնց էլ չենք հասկացել, է։ Ախր այսքան զուգադիպություն չէր կարող լիներ։ Չգիտեմ։ Ուզում եմ սպանեմ քեզ տեղ։ Բայց այդ շատ հեշտ կլինի։ Դու ոչ մի բան չես կա։ Դու չես տանջվի։ Դու պիտի ապրես։ Հա։ Ամենադաժան ու ամենազզվելի կյանքով, բայց պիտի ապրես։ Իսկ եթե մեռնես, ամենադաժան մահով։ Լիլ, որտեղից այսքան չարություն քո մեջ։ Ախր ես նույն Էդոն եմ։ Քո Էդոն։ Ֆերուտար այդ արունոտ ձեռքերդ ինձանից։ Չկպնես ինձ։ Չկպնես ինձ։ Խիելի խիարա։ Կարեն։ Էդոնա հասկանում եք։ Էդոնա ընկերս։ Արա զզվացիք։ Հասկացաք։ Ինչ ուզում եք մտածեք, արա ես իմ խղճի առաջ մաքուր եմ։ Ինձ կարակ փրթեք ստե, արա կարակ սպանեք, բայց իմացեք, որ իսկական մարդասպանին չեք գտել։ Ու հնարավոր է, որ սաղ կյանքներդ էլ չգտնեք։ Ես Մանոյին չեմ սպանել, արա։ Ես մարդասպան չեմ։ Անջատի։ Լուրջ անջատի, ուղղակի անջատի։ Ես իմ ձեռը։ Լավ, ես ես անգցրել։ Ալո, ասա Իլոնա։ Հլոսոն, ուր ես։ Տանն եմ, ինչ ա եղել, զբաղված եմ, հարագած շու ասա։ Տանը։ Բա այդ ինչ երաշտությունը։ Վանգիլես անկետա լրացնես։ Ասա, ինչ ա եղել։ Չէ, մոտդ էլի կա։ Ինձ էլ էդ հարցով չզանգես։ Ես Վարդանի հավեսը չունեմ ու խայնդարում ես, հա, բարի գիշեր Իլոնա։ Ալո, Սոնա։
Լավ, ուր եք այ երեխեք։ Ոնց գտնեմ ձեզ։ Սա աբսուրդի ժանրից է։ Հասկացեք։ Մենք էլ ենք ուզում, որ ձեր երեխեքին ողջ առողջ գտնենք։ Դուք օգնելու փոխարեն խանգարում եք։ Դուք հստակ գիտեք, որ մենք ժամանակ չունենք սպասելու։ Փոխարենը ամեն ինչ պարտասնում եք։ Դուք գոնե հասկանում եք, քանի օր են այդ երեխեքը առանց ջուր, առանց ուտելիք ու այդ անտառում։ Ձեր հոգեվիճակը հիմա թույլ չի տալիս, որ սթափ դատեք։ Մենք իրավունք չունենք տրվենք էմոցիաներին ու ձեր կյանքն էլ տնենք վտանգի տակ։ Իմ կյանքը ձեր խնդիրը չի, ձեր խնդիրը երեխեքին գտնելն է, որը ձեր մոտ չի ստացվում։ Հիմա իրավունք չունենք թույլ տալու, որ ուղղաթիռը բարձրանա։ Միայն առավոտյան։ Հիմա անիմաստ է, անօգուտ է, մութ է, մառախուղ է, անիմաստ ռեսուրս եք փչացնելու։ Դու ինձ ուղղություն մի ցույց տուր։ Քանի դեռ ամենը ձեր ձեռքում էր, դուք տապալեցիք։ Հիմա թողեք ես ինքս լուծեմ իմ հարցերը։ Ձեր ասածները այլևս իմ համար նշանակություն չունեն ու ես կանեմ այն, ինչը ճիշտ եմ համարում։ Հարալավ ես չեմ հասկանում, ձեռ եք առնում դուք։ Մտածում եք կարող է սա անտառում փախնեմ, հա։ Չես մտածում եմ, որ կարաս սաղից գլուխը ուտես, որ մենակով փրկվես, որ ոչ մեկ չիմանա արածներդ։ Կարել է ինձ նայի։ Արա հիշում ես գոնե ինձ, հասկանում ես ինչ ես խոսում։ Անհավատալի է, որ դու դեռ հերքում ես էդու։ Ու տենց շարունակվելու է միշտ։ Ու շարունակվելու է նրա համար, որովհետև այդ ես չեմ արել։ Մանոին ես չեմ սպանել։ Բայց փաստեր կան, չէ։ Վիկա մի խառնվի։ Հիա, այդ ինչի ես բերանը փակում, հա։ Մտածում ես կարող է բերնից մի բան պլստա։ Արա դու չէիր, որ թաքուն մի քանի օր ապրում էիր։ Հարց ինչ ունեիր մեզնից թաքցնելու, հա, արա։ Մենակ անիմաստ խոսում եք։ Կար ինչ ես անում։ Թե ձեզնից մեկը դեռ կասկածում է, թող ասի։ Եթե չէ, ուրեմն ավելի լավ սուս մնա, մինչև ճանապարհը կգտնենք։ Քեզ էլ հիմա չեմ սատկացնում, ստե, որովհետև դու դեռ պետք է բերթում սատկես։ Հաստատես է։ Ես ուրեմն ես նույնն է, ես արդյոք սենց հետում այդում է, դեմ էիր բան կարատուս կրսեց է։ Սոնա, ես էր ծրել էդ Սոնա։ Ես ինչ անեմ, ասեցի ոչ մի բան չեմ տա։ Հենց պամստերը որտեղից է իմացել։ Մասին է խոսքը։ Ոչ մեկի դες չեք իմանա։ Բայց աչքից թեժ է լինելու, հա։ Կացես ինչ գործ ունես տեղ։ Հյուր էլ չես ընդունում, դե
որ եկել հասել ես բնականաբար ընդունում եմ, բայց տանս տեղը որտեղից ես իմացել։ Ընկերներից մեկն է ասել։ Վարդանը որ իմանա քեզ ներս եմ թողել, ինձ կսպան։ Ես գիտեմ ինչի համար աճղայնացած։ Ես կխոսամ։ Բարև ձեզ։ Բարև։ Իլոնա, ինչի համար ես եկել։ Դե այն օրվանից հետո կորար։ Մենք պիտի խոսանք։ Ես քո հետ խոսալու ոչ մի բան չունեմ։ Հեռու մնա ինձնից։ Իլոնա, չես հասկանում։ Ես գիտեմ, որ մամայի ասածների պատճառով ես քեզ ցենց բան։ Ուղղակի ուշադրություն մի դարձրու, սովոր չի։ Իլոնա, ես քո պատճառով ամեն ինչից զրկվել եմ։ Դու հասկանում ես, որ ես դրսում եմ մնացել։ Իսկ դու ինչ ես ուզում ինձնից։ Գնա քո համար հանգիստ ապրի, մոռացիր դա ամեն ինչը։ Ուղղակի այն օրվանից հետո ինձ Ինչ են օրվանից հետո, ոչ մի այն օրվանից հետո սովորական օր էր, ոչ մի արտահայտման չի եղել։ Մոռացի կամ ուղղակի թեթև տար։ Այսինքն քո համար այդ սովորական բան էր։ Իլոնա, լսի, ես քո հանդեպ ոչ մի պատասխանատվություն չեմ կրում, հասկացա՞ր։ Այդ օրը ինչ եղել է քո կամքով եղել, ես քեզ ոչ մի բան չեմ ստիպել։ Հիմա ինձ պատմությունների մեջ մի քցի։ Գնա քո համար ապրի, մոռացի այդ ամեն ինչը։ Ինչ ուզում ես արա, ոնց ուզում ես արա, բայց մոռացի այդ պատմությունը։ Դու չես կարող իմ հետ սենց վարվես։ Իլոնա, Վարդանն ուր է։ Վարդանը հեսա կգա։ Հա, բայց ոնց որ այնտեղ չէր։ Հա։ Ասեց մնաս ստեղ մինչև կգա։ Ինչի։ Հեսի։ Սրա համար չես եկել։ Հա, բայց հիմա մոտս փող չկա, կլինի հետո տամ։ Հանգիստ եղի։ Այս անգամ վճարացա։ Վարդանն է վճարել։ Տենց մի բան։